Կրիպտոարժույթների ընդունումն ու թվային ֆինանսների զարգացումը մեծ փոփոխություններ են բերում ամբողջ աշխարհում։ Հայաստանը ևս հնարավորություն ունի այդ փոփոխություններից օգտվելու ու նոր հնարավորություններ ստեղծելու։ Երևանում կայացավ թվային ֆինանսների եւ նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ը, որն արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմակերպում է Spring PR ընկերությունը։ Եկեք առաջնորդենք փոփոխությունները։ Doing Digital Forum 2025-ը հայտարարում եմ բացված։ Ապագայի փողը տնտեսական ազդեցությունը խորագիրը կրող այս միջոցառումը համախմբել է պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչներին, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձագետներին ու կազմակերպություններին։ Հայաստանից եւ ողջ աշխարհից մասնագետները հավաքվել են լսելու տեխնոլոգիական վերջին նորությունները, թե ինչպիսին է լինելու ապագայի փողը կամ փողի ապագան, եւ թե ինչպես է այդ ամենն ազդելու տնտեսության վրա։ Ֆուտուրիստ Գերտ Լեոնհարդը վստահ է, կարևոր է հասկանալ ապագան, ստեղծել տեխնոլոգիական գործիքներ ու ճիշտ օգտագործել դրանք։ Կա ասացվածք, որ ապագան կարող է լինել դրախտ, բայց այդ նույն ապագան կարող է լինել նաև դժոխք։ Մենք կարող ենք նույն գործիքի շնորհիվ, օրինակ միջուկային էներգիայի շնորհիվ, մենք կարող ենք ունենալ միջուկային ռումբ, բայց մենք նաև կարող ենք ունենալ միջուկային էլեկտրոկայան։ Ես կարող եմ ստեղծել սուպերզինվոր, բայց ես կարող եմ բուժել քաղցկեղը։ Ամեն ինչ կախված է դրանից, թե մենք ինչպես ենք տեխնոլոգիան օգտագործում։ Օրինակ, այս պահի դրությամբ ինչ նպատակով է օգտագործվում արհեստական բանականությունը, որպեսզի փող աշխատելու նպատակով է օգտագործվում այն։ Դա իմ կարծիքով սխալ նպատակ է։ Հիմնական նպատակը կլիներ այն, որ մենք պետք է օգտագործենք արհեստական բանականությունը մեր իմաստությունը զարգացնելու համար։ Հայաստանն այս պահին կանգնած է ֆինանսական բնագավառի հիմնովին փոփոխության առջև։ Հայաստանը շուտով կունենա կարգավորումներ, որոնք վերաբերում են կրիպտոարժույթներին։ Դա ցույց է տալիս երկրի պատրաստվածությունը հարմարվել նոր աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական փոփոխություններին, ասում է համաշխարհային կրիպտո առաջնորդ Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանը։ Այս փոփոխությունները կրիպտոարժույթների եւ թվային արժույթների բնագավառի զարգացումը յուրօրինակ հնարավորություն է մեզ համար որպես ազգ եւ մեզ համար որպես երկիր, քանի որ մենք ճկուն ենք, քանի որ մենք ողջունում ենք նոր տեխնոլոգիաները եւ մենք հնարավորություն ունենք օգտվել այս անհամաչափ փոփոխություններից։ Սա ամենահետաքրքիր ժամանակն է ֆինանսների եւ ընդհանրապես փողի պատմության մեջ եւ այն ստեղծում է յուրօրինակ հնարավորություն մեզ համար որպես երկրի եւ հայ ազգի համար, եթե մենք օգտվենք այս պահից եւ ողջունենք այդ փոփոխությունները։ Թվային արժույթները փողին ամբողջությամբ չեն փոխարինի։ Բանախոսը կատակում է, որոշ ժամանակ անց մարդիկ կունենան սովորական արժույթներ, կրիպտոարժույթներ ու ինչու՞ չէ, նաև մի քիչ ոսկի։ Թվային առևտուրը նոր փորձառություն է ապահովում հաճախորդների համար, համոզված է Ամազոնից Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը։ Մարդիկ դեռ հնարավորություն ունեն ներդրվել նոր տեխնոլոգիաների մեջ։ Այն դեռ անհայտ է, բայց մենք կարող ենք ընդգրկել այն։ Եվ ես ուզում եմ հրավիրել բոլորին փորձել նոր բաներ։ Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշում է, եթե ուզում ենք առաջնորդել փոփոխությունները, պետք է տեղյակ լինենք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Եվ Հայաստանն ունի այդ ներուժը այդ երկրների շարքում լինելու համար։ Մեր երկիրներ սրընթաց եւ այս կոնտեքստում բավականին հետաքրքիր գործընթացների մեջ է գտնվում եւ ամենակարևորը, որ ուզում եմ շեշտել, հենց կրիպտորեգուլյացիան է, այսինքն կենտրոնական բանկը եւ համապատասխան մարմինները հիմա քննարկում են ինչպես ռեգուլացնել այս դաշտը, ինչպես կարգավորեն, որպիսի հստակ խաղի կանոններ լինեն։ Դա ամենակարևորն է, որպիսի մենք որպես երկիր լինենք այն քարտեզի վրա, որը որ հետաքրքիր է բիզնեսին, հետաքրքիր է տարբեր երկրներին, ինչպես նաև հետաքրքիր է տարբեր ներդրումային ընկերություններին։ Doing Digital Forum-ը մի հարկի տակ է համախմբել շուրջ 20 միջազգային ու տեղական խոսնակի, 1000-ից ավելի մասնակիցների Հայաստանից ու տարածաշրջանից։ DDF-ը դարձել է մի պլատֆորմ, մի հարթակ, որտեղ իրար հետ մրցակցող ընկերությունները, ովքեր առօրյայում շատ խիստ մրցակցության մեջ են, գալիս են եւ ոչ միայն ընկերությունները, այլ նաեւ
policy maker-ները, պետությունը, միջազգային կառույցները գալիս են այստեղ քննարկելու տեխնոլոգիական ապագան, քննարկելու այն բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք մենք ունենք որպես էկոհամակարգ եւ որպես երկիր, որպեսզի կարողանանք այդ առաջնորդությունն ունենալ եւ միավորված մոտեցում ունենալ։ Հաջորդ տարի Doing Digital Forum-ը կրկին կհամախմբի ամենատարբեր մասնագետների, իսկ քննարկումների առանցքում կլինեն ներդրումային հնարավորություններն ու ուղղությունները։